Շնորհակալ ենք բոլոր այն ունկնդիրներին, ովքեր հատկապես ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Փակ TV կայացման գործընթացի հաջող ավարտի համար։ Բարև ձեզ բարեկամներ, Վերհուշ ծրագիրը նորից եթերում է եւ հասկանալի է, որ այսօր ձեզ սպասում է հերթական անակնկալ հանդիպումը մեր հյուրի հետ։ Ով է այսօրվա հյուրը։ Ձեզ բոլորիդ քաջածանոթ միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Բանդարենկոն։ Այնքան կոչումներ ունի Սերգեյ Բանդարենկոն, որպեսզի բոլորը հիշատակեմ, ստիպված եմ օգտվել, ինչպես ասում են, այս նշումներից։ Ասեմ, որ նա 1971 թվականին եղել է Արարատի կազմում խորհրդային միության առաջնության արծաթե մեդալակիր։ 1973-ին դարձել է չեմպիոն եւ գավաթակիր եւ 1975 թվականին նորից խորհրդային միության գավաթակիր։ Արարատի կազմում ամենաշատ խաղ անցկացած ֆուտբոլիստներից մեկն է եւ քանի հանդիպում ես անցկացրել Արարատի կազմում 720 սերի բարեկամներ, պատկերացնում եք 720 հանդիպումներ։ Սերգեյ Բանդարենկոն նաեւ Հայաստանի Հանրապետության ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ է։ Հայաստանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։ Մի խոսքով այնքան շատ կոչումներ էլ չեմ խոսում մեդալների համար, ազգային ժողովի, քաղաքապետարանի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ստացած ոսկե մեդալները, որը նույնպես պատկանում են Սերգեյ Բանդարենկոն։ Սերգեյ, նախ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ մեր հյուրն եք։ Ես պիտի ասեմ, որ մենք ձեզ կարոտել ենք, որտեղ վաղուց չէիք երևացել մեր TV-ում, իսկ այսօր Փակ TV-ն առանց Սերգեյ Բանդարենկոյի չենք ուզում պատկերացնենք։ Բարի գալուստ։ Մերսի Անդրեյ ջան։ Ես էլ եմ կարոտել քեզի, որտեղ իմ կյանքում դու հատուկ տեղ ունես, որտեղ բացի ֆուտբոլից, որ իմ կյանքն է իհարկե, կա իմ կողքը, իմ ազնական կյանքը, իմ 70-ամյակին հարավոր որ անցկացեցինք Ֆարոն ռեստորանում Գագիկ Ծառուկյանի տերիտորիայում, դու այնտեղ վարեցիր իմ 70-ամյակը, որի համար ես շատ շնորհակալ եմ, որտեղ շատ լավ մարդիկ կային այդտեղ, դու սաղի մոտ ճիշտ լավ ներկայացրիր, համեր շատ լավ բովանդակալի երեկո սարկով։ Հրաշալի երեկո էր, լավ հիշում եմ այդ ամենը, ավելին ասեմ, Սերգեյ, մենք վերապրեցինք այն անմոռանալի տարիները, որը քեզ հետ անց են կացրել Արարատի կազմում։ Դու էլ մի անգամ եւս առիթ ունեցար վերհիշել։ Ընդհանրապես ինչ է քեզ համար Արարատ 73։ Արարատ 73-ը ընդհանրապես իմ համար իմ կյանքի իմաստն է։ Ես ֆուտբոլով ապրում եմ ու միջով կյանքիս վերջ ես ֆուտբոլի պաշտում եմ ֆուտբոլ հաղը։ Նամանավանդ երջանիկ եմ, որս հաղացի Արարատում, Ֆալյանը վերցեց ընձի 66 թվին, միջով 81-ը ես հիմնական կազմում 7 համարի տակ հաղում էի իմ հաղը, որ ես իշքան, որ ես կարում էի։ Բայց Արարատ 73-ը էդի լեգենդա, իսկական ժիվոյ լեգենդ, որտեղ այդ հսկա պետության մեջ ֆուտբոլային միատակումբ ներկայացնում էր Հայաստան, ոչ թե մենակ Երևան, այլ Հայաստան եւ Սփյուռքով դրսի հայերին։ Մի հավաքված խումբ, որը որ չի կրկնվի թողնա, որտեղ էդի ֆենոմենալ տղաներին, որ մեկի ազգանունն ասում է սկսված Ալոշա Աբրամյանը, արտակարգ չտեսնված դարբասապա։ Հիշենք մեկ առ-մեկ, Ալոշա Աբրամյան, Սանասար Գևորգյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Արմեն Սարգսյանը, Ալեքսանդր Կավալենկը, որը Բերթն էր մեր էլի պաշտպանության, ձախ կողմից Նորար Մեսրոպյանը, կիսապաշտպանական գծում աչից Թիմիամակ Վագր, ոնց որ տենց ասել են, Թիմիավակը, Հովանես Զանազանյանը, մեջտեղում ես էի աղում, ձախ կողմում ֆուտբոլի ֆենոմեն պրոֆեսոր, հետի իմ ազնական կարծիքն է ու ժողովրդի գնահատականն է Արկադիկին, որ ես լսել եմ մարդկանցից, ֆուտբոլասերներից, Արկադի Անդրեասյան, աշխոմից իմ կյանքի լավագույն նգերներից, դաշտում չտեսնված ֆուտբոլիստ, Յուրի Գագարինի նման մի հատ ազնվորություն Լևոն Իշտոյան,
որը 2 գոլը Դինամո Կիևին որ խփեց, մենք 73 թվականին Գավաթի ֆինալում Լևոնի Շտոյանը խփեց այդ 2 գոլը։ Մեջտեղում ֆենոմենալ հարցակվող ֆուտբոլը կարդացող, ֆուտբոլը հասկացող ու իրանցնող, որը որ մեզ շատ պետք է տեսմար, Էդուարդ Մարկարովը։ Ձախ կողմում հոյակապ, ռեակտիվնի, արագ, անվախ, հոյակապ ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը։ Կոմանդիրս թիմի կողքում, որ 15 հոգու մեջ ենք, որ մեդալակիրներ, Սիրոժա Պողոսյաններ, որը լեկիսապաշտպանը դերում էր, Արկադի Արությունյաններ, որը պաշտպանական գիզներ, մեկ էլ Նազար Պետրոսյանը, Զալատոյ մարջիկ եմ ասում, իր կրթության, իր ամեն ինչով էլի Նազար Պետրոսյանը։ Մարշչական խումբը ես չեմ կարող չասեմ, Հովանես Աբրամյանը եւ Հարություն Քեյանը, վաստակավոր մարզիչ էլի բանով։ Ի ռուսերեն լավ անջում, Սվիտո Չելավեկ, աստվածային մարդ, աստվածային մարզիչ, Վերինասճանի բարձր ֆուտբոլիստ Նիկիտա Պալետ Սիմոնյանը, որը տվյալ 73 թվականին մեր գլխավոր մարզիչն էր։ Սերգեյ, բարոյ 73-ին մենք անդրադառնալու ենք, որտեղ մի շատ հետաքրքիր տեսանյութ ենք դիտելու, բայց մինչ այդ ես ասեմ, որ դու վերջերս տոնեցիր նաև քո չկնաղ տիկնոջ Օֆելիայի հետ ձեր ամուսնության 50-ամյակը, աղջկա Թովելյանը, մի խոսքով վերջին անգամ Ամերիկա ինչ արել Թովեի մեկն է։ Դե վերջի անգամ միջով Ամերիկա գնալ է, այստեղ գտնվել եմ Հայաստանում, ես տիկնոջս հետ, որ չեմպիոն դառա, ես ամուսնացա 25 տարեկան էի այդ ժամանակ։ Հիմա իշքան յուբիլեյ կար Արարատի 10-ամյակը մեր ու կնոջ հետ Օֆելիայի սիրուն ցավը կտանեմ ես իրա 10-ներ 20 տարեկան ու իմնել յուբիլեյի տարին է 25 տարեկանից հիմա ես 75 տարեկան էի կնոջ հետ ամուսնության 50-ամյակը նշեցինք շատ դուրեկան շատ լավ Տեր Բաբկենի Աստծո մարդու կոմիտասի եկեղեցիում հայկական ադաթով խաչը պաչելով, ամեն ինչը իրար գրգելով բանը, ու շատ լավ բան։ Հետո գնացինք Միացյալ Նահանգներ, որտեղ որ տոնեցինք աղջկաս Հոբելյանների մասնակցեցինք, ես իրա ցավը տանը, որտեղ հիշում ես ինքը եկավ իմ 70-ամյակին Միացյալ Նահանգներից, Փեսիս հետ, Գագիկ Էտիկյանի հետ եւ Գագիկի տղու հետ, Գագոյի հետ, Հարութի հետ եկան իրան։ Այդտեղ էլի շատ լավ նշեցինք, մեկ էլ մի հատ լավ ազնվորության շատ հարգելի մարդով Կարպան Սամվելի ծննդյան էլի մեծ լավ ընկերն ու բարեկամ շատ մեծ բանով շուխով բանով ասենք որտեղ որ ներկայել էլի Կարլ Լևոնիչը որ իր ամենամոտիկ ընկերներից մեկն է որ իրար կողք նստած են իրանք ես այդ բնականային կողմից շնորհավորեցի բանը եւ իրան Երևանում առաջի գնդակը, որ տվել էր Արտուր Սողոմոնյանը, 73 տղաների ստորագրությամբ պետք է շատ սուվենիրնի, շատ թանկարժեքներ է։ Տվեցի Կարլ Լևոնիչին, կարապեստե, իսկ այնտեղ տվեցի Սամվել Կրպոյանին իր 70 ծնունդին յուբիլեյի օրը, որը որ շատ իրան դուրեկան ու տենգը ֆուտբոլասեր էր։ Ինքը Արկադի Անդրեասյանի հետ շատ մոտիկ հարաբերություններ ուներ, ես հետի գիտեի, դե մնացած էր բնական, որ Արկադի հետ ինքը առանձին բանումներ ու շատ հաճելի էր, հետո ընդեղ էլի քանի լավ մարդկանց հանդիպեցի Նազո կար աղբեր, Նազո աղբերը ասեմ, շատ մարդիկ, որ ասում է Գագիկ Թամրազյան, Անդրանիկ Կոզանյան, ֆուտբոլիստերին շատ քիչ տեսա իհարկե, ճիշտ է, որտեղ ընդեղ բան կար, որ ես մի քիչ զբաղված էի, որտեղ ազնագիրս 10 տարի էր կարասրեցի էլի Միացյալ Նահանգների Citizen-ի քաղաքացիության բանը, այդտեղ պետք է ժամկետ տներ, մի քիչ տրանով է խտացրած էլի, որ ստացա հիմա էլի հանգիստ եկած է 10 տարի կարող հանգիստ իմ սիրած Հայաստանում ապրել։ Ես ասում դու այ եզակի մարդկանցից ես, որ լինելով Միացյալ Նահանգների քաղաքացի, ավելի շատ ապրում ես Հայաստանում։ Քեզ չես էլ պատկերացնում որևիցե այլ երկրում։ Համլե ջան, չթվա որ ես ինչ որ մի բան եմ խոսում, որ չեմ կարող մետի բացատրեմ։ Ես հասկանալով եմ անում, ես պաշտում եմ ու սիրում եմ հայ ժողովրդին Ափեջան։ Այդ իմ կյանքի մեջ ամենասրդիս մոտիկ ժողովուրդը որտեղ տես ես ուկրաինացի եմ, կարելի ասել Ուկրաինա եմ սիրում ես եմ, բայց ես կայացա, մարդ առա, ամեն ինչին ասա հայ ժողովրդի
կողքը լինելով իրանք իմ կողքը փոճուր վախտվանից որ դժվար էին կապրում օգնում էին մեծացա փողոցում մի մանես գալի այս սերունդը լկան որ ոնց է աղբեջան բարի գալուս իմ կյանքը երկարացնում են այդ լավ մարդիկ աղբեջան Սերգեյ ավելին ասեմ ես հիշում եմ որ դու եւ Կավալենկոն մի առիթով երբ որ դու նաեւ չէ որ խաղացել ես խորհրդային միջան երիտասարդական հավաքականում օլիմպիական հավաքականում երբ օլիմպիական հավաքականի կազմում եք դու եւ Կավալենկոն լրագրողին ասեցիք որ դե ինչ ասենք օլիմպիական հավաքականի մասին բոլոր ռուսներ էին բացի մեզանից Դե գիտես ինչ կատարապուճու շարունակությունը ամլեջան այնտես Բյուրքում հավաքվել ենք դες որը գիտնական մարդիկ է խելացի մարդիկ է սեղանի կողք խոսում ենք ես ինձ ասում եմ այդ փուճուր հարցամ ձեզ էլի քանի դուք շատ գրագետ բան ունեք կարաք մի պետություն ասեք որ 99.8% մի ազգ ապրի որտեվ սա պետությունները խառը խշտիկ են էլի տարբեր Ռուսաստանում տատարներ բան Ամերիկայում Մեքսիկ եսի ինչ անգլիացի իսպանացի սենց էլի սենց որն է Սերգեյ ջան ասի Հայաստանը ասես բայց խի 99 ասի ես ու Կավալենկոն 100% Հիշում եմ Սերգեյ մենք ասացի Արարատ 73-ին դեռ կվերադառնանք բայց մինչև այս տեսանյութը որ հիմա դիտելու ենք Ես մի հարցել ունեմ ֆուտբոլի դաշտից դուրս կամ ֆուտբոլային այդ խաղերից դուրս ինչ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ ձեր կյանքում վերջին շրջանում վերջին օրերին Ես վերջերս որ Հայաստանում չկատարվեց չտոնվեց Արարատից 73-50-ամյակը փառավոր Արարատ լեգենդար Արարատին է Արտուր Սողոմոնյան միակ մարդ էր որ Նոյեմբերի 9-ին 23 թվի իմ ծննդյան օրը զանգ տվեց շնորհավորեց իմ ծնունդը հետո մի հատ հրավիրեց մի հատ ընձի դուս ես որ դուս եկա մեծ Շարլ Ազնավուր կանյակով ինքը շնորհավորեց իմ ծնունդը եւ գումարայինով որ շնորհավորեց իմ Օֆելիայի 50-ամյակը եւ իմ տարեդարձա Արարատ 73-ի 50-ամյակը իմ տարեդարձը Ուրիշ շնորհավորակներ չերուն ու դրանից հետո փաստորեն մի 10 օր չանցած էլի նույն զանգը եւ Արտուր Սողոմոնյանը հրավիրեց Մոսկվա Նիկիտա Պալացիմունյանը 97 տարեկան էր ամեն ինչը տեղը խելացի այդ իր հայացքը այդ իր բարությունը ամեն ինչ մի քիչ դժվար էր քայլում տարեկային բնական բան է իր աղջիկը իր թևն էր մտած որ ինձ տեսավ ասեց Սիրոժա ինչ լավ է կմտնեմ թևը էլի դու ուժեղ ես էլի գնացինք կնոջ հետ ես խնդրեցի որ կնոջ հետ գամ մեծ սիրով որտեղ 30 տարի Մոսկվա չէինք տեսել գնացինք արտակարգ լավ մի հատ տեղում անցկացավ Նիկիտա Պալացիմոնյանի հիմնականում մենք կոլեկտիվով ենք որտեղ այդտեղ Մարկարով Էդիկներ, Մեսոպյան Նորիկներ, Սիրոժա Պողոսյաններ եւ մեր հետ էին Սամվել Պետրոսյանը եւ Ալբերտ Սարգսյանը, մեր Արմեն Սարգսյանը եղբայրը։ Խմբով էին այնտեղ միացան իրանց կանայք բան էլի այնտեղ երեխեք ունեն բան ունեն Մոսկվայում շատ հաճելի դուրեկան ամեն ինչով մեկ էլ Արտուրը որ բանից ասեց երկու օր հետո Եվգենի Լովչևը, որը Սպարտակի մեր թշնամին էր դաշտի, բայց կյանքում լավ ընկեր, Եվգենի բարեկամ։ Հա, շատ լավ ֆուտբոլիստ աղա էր ինքը, իր 75-ամյակն էլ դե Մոսկվայում մենք ասենք կմնանք, ոնց։ Մեզ էլ շատ հաճել էր, որտեղ Արտուրը նենց պայմանները սարքել մեզ Մերսեդեսով, էլ VDN բան, որ եթայինք ծանոթանանք նոր Մոսկվան, դե 30 տարի չենք տեսել, ուրիշ երկիրից ուրիշ փոխվել էր Մոսկվա։ Շատ էր փոխվել։ Այդտեղ որ գնացինք Այդտեղ մի հատ տղա էր վարում, որը որ պարադն է սովետական պարադը, վայնի պարադը, այդ ինքը Եվգենի Լովչևին բերեց բեմի վրա, մեծ բեմ էր, մոտ 250-300 հոգի մարզալում։ Այդտեղ պատգամավոր Ժուկովներ, Ֆետիսովը, հա, մի երկու սեղան մենակ պատգամավորներ են իրաց Ռուսաստանի մեծերը։ Այդտեղ Պիլգու, Յարցև, Սյոմին բանել, այդպես ֆուտբոլիստներ կային, որոնց ոչ շատ ենք շփվածել, այդտեղ մեծացած ենք տարիքով, բայց ջերմություն կա։ Միխայլովներ Գոլուբի ֆիլմի, ոչ մի հատ հոյակապ սպորտային ու բան, այդպես մշակութային լավ ու Լովչևը որ մեծարեց, ասես լեգենդարնի սովետский սպորտսմեն, էլի սովետական սպորտսմեն այնք էլի հիմիկվա բան չեն,
Բայց ասես հիմի մի վարքյան լավ խոսքերից հետո ասեց զալում գտնվում է սրամ գտնվում է լեգենդարն է արմենская команда Ararat 73 который в те годы ու շարժում արեց ես կտցնել էլի մեզի կտցնում է որտեղ ուրիշ շարժումները սիրուն չեր լյութը ու Նիկիտա Պավլոչի ղեկավարությամբ ես ցավը տանեմ Արտուր Սողոմոնյանին որ ես մեզի ինքը պարգևեց այդ տոնը մեզի հրավիրեցին բեմ որ բարձացանք խոսքերը լսեցի աշկերտս լսավ Նիկիտաշկա поднимитесь пожалуйста на сцену Ռուսաստանի մարդիկ Նիկիտա Պալետ Սիմոնյանին սրաղը ոտի կայնավ 10 րոպե կայնած ծապ տվին շնորհավորեցին մեր 50-ամյակը Ռուսաստանում շատ շնորհակալ եմ ելեմ ասեմ մենք հասել ենք դրան ամեն ինչ բայց Արտուր Սողոմոնյանն իրոք նիսկի պակլոն ախպեր ջան շատ դուրեկան բաներ որտեվ ես նշեցի մի անգամ Ուրուգվայը ես միշտ խալի Ուրուգվայը 100 տարի առաջ չեմպիոն մեր էր եղել փողոցներում 152,000 ժողովուրդ էր դուրս եկել տոնում էր 100 տարվա առաջ բանը իսկ մեր հայազգի բանը Արգենտինայից Բելգիայից զանգ են տալիս շնորհում ես թե ֆեդերացիան մի հատ զանգ չտվեց գոնե ծնունդը շնորհոր է Սերգեյ ես ասում եմ մենք Արարատ 73-ին միշտ անդրադառնալու ենք բայց հիմա մենք դիտելու ենք վերհուշ ծրագրի համար նախատեսված մի տեսանյութ ինչը նկարահանվել է 25 տարի առաջ գիտես չես կարող մոռանալ անցած գնացածը Այստեղ ես այն ժամանակ վարում էի բաց եթեր հաղորդաշար իմ եղանակային եւ այդ ծրագրին հյուրընկալվել էին Արարատ 73-ի երկու լեգենդար անդամներ Հովանես Զանազանյանն ու սպորտի վաստակավոր վարպետ Հարություն Քեյանը մեր մեծությունները հիմա կդիտենք ավելի շուտ այդ տեսանյութը որից հետո քեզ ուզում եմ դիմել իմ հարցերով չես արարքում Վայ, մեծ սիրով Խնդրեմ տեսանյութը մենք այժմ կդիտենք այդ ժապավենը Մարդիկ, որոնք հյուրընկալվել են բաց եթերի տաղավարում, հիրավի կենթանի լեգենդներ են։ Իսկ այսօր մեր տաղավարում են սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, Ազնան մարզադաշտի տնօրեն Հարություն Քեյանը, ինչպես նաև միջազգային կարգի սպորտի վարպետ, Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Բանանց ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, լեգենդար Արարատ 73-ի ավագ, Խորհրդային միության չեմպիոն և կրկնակի գավաթակիր Հովանես Զանազանյանը։ Սիրելի բարեկամներ, ես պիտի ասեմ, որ նրանք երկուսն էլ Երևանի պատվավոր քաղաքացիներ են։ Երկուսն էլ արմատներով Հունաստանից են և երկուսն էլ, ինչպես ասում են, տարբեր տարիների եղել են մեր լավագույն Արարատ թիմի ավագը։ Բարով եք եկել։ Ես պիտի ասեմ նաև, որ մեր հյուրերը միասին կերտել են նաև Արարատ 73-ի փայլուն հաղթանակները։ Հովանես Զանազանյանը որպես Արարատ 73-ի ավագ, իսկ Հարություն Քեյանը որպես մարզիչ։ Այնպես որ այսօր տեսնում եք մի քանի զուգադիպություններ, բայց եկեք դիտենք ծրագրում տեղ գտած առաջին տեսանյութը եւ շարունակենք մեր զրույցը։ Я думаю, что результат будет в пользу Динамо 2-0. Результат 2-0 в пользу Киева. Я с Краснодара. Как вы думаете, какой прогноз сегодня? Прогноз у меня на Арарат. Его трудолюбие и равномерность игры во всем сезоне позволяет мне быть при таком мнении, что Арарат. И второе мое желание. Результат будет 2-1 в пользу киевского «Динамо». А вы откуда-то? Из Кузбасса, с Кемерово. У нас в Армении есть город Арарат. В город Арарат я приехал. Болею Арарату. Матч будет упорный, но Арарат будет выиграть обязательно. Родом с Грузии. Какой ваш прогноз на сегодняшний день? Прогноз сегодня победит Арарат. Если сегодня Арарат выиграет, он сделает дубль. Спасибо. Чемпионом А будет. вы откуда приехали? Я прибыл с Улан-Удэ, с Бурятии. Какой ваш прогноз на сегодняшний финал? Прогноз 2-1 в пользу Арарата.
Сегодня матч на Кубок Советского Союза. Вспомним решающие этапы этого поединка. Динамовцы Киева получили право на 11-метровый. Бьет Колотов. Мяч в центр. Накал игры не ослабевает. Кажется, что все уже потеряно. Вот сейчас прозвучит финальный свисток и на 89-й минуте Штаян добивается успеха. Счет 1-1. Любители футбола. Закончился битву, что будут даны 2 дополнительных тайма по 15 минут каждый. Прийти на стадион со своей электростанцией, такого еще не бывало. Дается добавочное время. И снова Иштаян выводит свою команду вперед. 2-1 победил Арарат. Художественная дипломация. Новый вид народного творчества. Այո, շելի բարեկամներ, ակնթարթներն իրոք անկրկնելի են, մենք վերադարձանք 35 տարվա վաղեմություն ունեցող մի պատմական հանդիպման, որտեղ Արարատը պարզապես գերեց բոլորին։ Դա մրցաշրջան 73-ի Արարատի առաջին բարձրունքն էր, հոկտեմբերի 10-ին 1973 թվականի արարատցիները հայկական ֆուտբոլի տարեգրությունում առաջին անգամ նվաճեցին խորհրդային միության գավաթը, դա փայլուն հաղթանակ է։ Ես ձեզ հետ միասին դիտում եի արխիվային կադրերը, իսկ մենք դիտում էինք հատվածներ Անատոլի Մոկասյանի եւ Ստեփան Մարտիրոսյանի նկարահանած բնավորություն ֆիլմից, եւ բարեբախտաբար այդ ֆիլմը նկարվեց մնաց ծերունդներին, մարդիկ հիմա էլ կարող են տեսնել, թե ինչպիսին էր Արարատը այն ժամանակ, այդ ոսկե պատառիկները կարծում եմ ոչ միայն ձեզ հուզեցին, այլև մեր հեռուստադիտողներից շատերին։ Ես նույնիսկ Պարոկեյան նկատեցի Հովանեսը մի պահ հուզվեց, աչքերը մի տեսակ ասես նույնիսկ թազացան, բայց իհարկե դուք այն մարդիկ եք, որ նորից եմ կրկնում, կռել եք այդ հաղթանակը, դուք պես պարգևել եք այդ անկրկնելի ակնթարթները։ Ուզում եմ ձեզ նախ 35-ամյակի կապակցությամբ շնորհավորել եւ ասել մեկ անգամ եւս բարով եք եկել բաց եթեր։ Պարոն Քեյան, ապրումները իհարկե շատ խորն են եւ հիշողություններն էլ շատ քաղցր։ Համլետյան այս տեսախողովակը նայելուց 35 տարի մի ակնթարթում հետ գնացինք։ Կարծես երեք էր, հիշում եմ 46 վայրկյան էր մնացել։ Նստել էինք այստեղ Սիմոնյանը, ես եւ Աբրամյան Հովանես։ Մինչեւ այդ Սիմոնյանն էր գլխավոր մարդիչը, այսինքն մեր նավի ղեկը իր թերքն էր։ Սիմոնյանը ինչ որ եկավ ասեց, դե ինձ որպես Հունաստանի Սոկրատ էր ասում։ Ֆիլիսոփայի ինչ որ երբեմն ֆիլիսոփայում էի հումոր բաներ, ասեց Սակրա, что ты в рот воду взял։ Ամենը ասի հա լավ, անենք եւ մեկա վերջի խոսքը Իրանն էր, բայց ուրիշ բան եմ ասում, 46 վայրկյանին նույն այսպեսի ասենք նստած էինք, ասի վերգենամ, ծերգեմ փախնեմ, արդեն բարտվել ենք։ Լավ հիշում եմ, հետևիցս քաշեց ու հետևյալ խոսքերը ասեց։ Իգրա еще не закончен։ Նստա ու կոլո խփել։ Մտանք անտերտան, լավ հիշում եմ հետևյալ խոսքերը։ Или сегодня, или никогда։ Այսինքն Համլետ լավ հիշում ես, իրանք էլ էին երկու փոփոխությունները, որը պետք է չխաղային։ Մենք մեր բոլոր ուժերը արդեն սպարվել էր, ինքը ասեց, որտեվ
ճիշտը խոսանք, որտեղ Դինամո Կիև ֆիզիկապես մեզանից մի քանի գլուխ բարձր էր։ Եթե մենք միշտ օրը խաղայինք, իհարկե բարձր որ լոգոսային հարաբերությամբ մենք պետք է դարվեինք, որտեղ մենք արդեն ուժասպար էինք։ Սիմոնյանը որ ասեց «Или сегодня, или никогда» դուրս եկանք եւ այս խոսքերը իրար բռնեց։ Ուրեմն առաջի անգամ ես եղել եմ որպես ֆուտբոլիստ 54 թվականին գիշեք երևի դուք ամենետ կամ պատմությունից բանի դու իմ ֆուտբոլիստն ես եղել թիմի հավաքը եղել ես երդասարտական թիմին մենք B խաղացող էինք այսինքն B խումբ էինք համե ժամանակ A եւ B այսինքն Վիշի լիգա բանջիկար ուրեմն 54 թվականին մենք նույն Դինամո Կիևի հետ այն ժամանակ այս Լուժնիկի ստադիոն չկա Դինամոյի Մոսկվայում նույն տիպի մոտավորապես 2-1 պարտվեցինք ասեմ որ շատ իրոք որ ծանր խաղ էր քանի որ մենք գնացել ենք Մոսկվա եւ 2 օր առաջ խաղից գտնում ենք խորհրդային միության հավաքականի բազայում ենք պատրաստվում իսկ Դինամո Կիևը Դինամո Մոսկվայի բազայում որը դեմ ու դիմաց էինք ոսր պատերազմը ոնց է լինում մենք ստեց իրանց ենք նայում առավոտյան առ իրանք են դες մեզ եւ համպես ստացվեց որ մեզ մոտ շատ հյուրեր էին գալիս մեզ դեմքեր հայ Քյոսյանը Էձիկը Չիգարխանյանը խաղի ժամից առաջ եկան Զարուբյանը Բաբաջանյանը Մարշալը բոլորը եկան մեզ խաղից առաջ Իգոր Նովիկովը ոգևորեն որ անպայման պետք է հաղթենք դե բնական է որ մենք թիմը շատ վստահ թիմ էր խաղացողները բարձրակարգ մենք գիտենք որ ինչ ուզում լինի մեր բախտը այսօր է որոշվում չեմպիոնության արդեն մոտավորապես գիտեինք բայց գավաթը չէինք պատկերացնում որ հասել ենք ու որոշիչ առավել բոլորը իսկ ես այդ օրը պիտի չխաղայի որտեվ շատ ծանր վնասվածք ունեի ոտքիս գառնաստոպի շատ չէի կարող քայլեի եւ ես գիտեի որ չեմ խաղալու բայց Նիկիտ Վարչը մոտեցավ նախորյակին ասեց ինչ ուզում լինի պիտի խաղաս դու չես կարող չխաղաս բայց չեմ կարող քայլեմ Վերջը սրսկեցի բան դեսել հիմա ասենք կամ այն հատկանիշներով բան չեմ եղել վախկոտ բան դուրս եկա ու սխմած ատամներով ասի որ այսօր որոշում է մեր բախտը երբ որ պատտվում ենք եկե կանգնել ենք որ շնորհավորով ստադիոնի հա արդեն որ գավաթը ես ստանում եմ այդ Կոլոտովը օրմի կապիտանը թիմը Դինամո Կիևի պետք է մոտենա մեզ թիմը բոլոր իրենց շնորհավորեն մեզ բոլորը գնան իրանք հետո մենք պատվոշրջան հա պատվոշրջան տանենք բոլորը լացում են ու չեն մոտենում ես էլ իրեն ռուսերեն երկու բառով ասում եմ որ մոտեցի շնորհավոր ես վերցրել եմ գուբոկ արդեն գավաթը ձերք սա չի գալիս չեն գալիս հետո ընդդեմ բացել արած ֆեդերացիայի նախագահին Գնացեք շնորհավորելու կամաց եկան շնորհավորելու ասում է ձեր ճակատին միշտ գրած է որ ձեր ձերքը պետք է լինի կուբոկը ասում իրան ու սենց մի կերպ մեզ շնորհավորեցին մի կերպ լացով գնացին Ես պիտի ասեմ որ տարիներ հետո Օլեգ Բլոխինը երբ գրեց իր հայտնի գիրքը գրեց որ իր համար ողբերգական 2 օրեր են եղել առաջինը դա 73 թվականի գավաթի եզրափակիչն էր երբ ինքը չկարողացավ ներել Սիվիդովին եւ ասեց թիմում կամ ես պիտի վրա կամ ինքը եւ իհարկե հետարքիրել բան շարունակությունը որ չգիտենք ոչ մեկս որ հենց հանդերձարանում հանում են աշխատանքից Սևիդովին նշանակում են Լաբանովսկուն որը միջև իր կյանքի վերջը այդքան հզոր մարտի չեղավ եւ թիմը Դինամո Կիևի այդքան բարձրություն հասցրեց Իմիջալոց Նիկիտա Պավլովիչի Սիմոնյանի անունը տվեցիք ես պիտի ասեմ որ հաղորդումից առաջ մենք կապվեցինք Նիկիտա Սիմոնյանի հետ խնդրեցինք նրան որ հնարավորության դեպքում մեզ հետ մասնակցի կամ հեռախոսակապ ունենա ասեց որ այդ ֆիլմում բնավորություն ֆիլմում ես մեծ հաճույքով եւ իսրտե անկեղծ ներկայացրել եմ մեր տղաներին Սիրելի բարեկամներ հիշեցին որ վերհուշ ծրագրի այսօրվա շատ ցանկալի հյուրը
մեր շատ սիրելի Սերգեյ Բանդարենկոն է։ Սերգեյ, ես ուրախ եմ իսկապես, որ դու այստեղ ես։ Մենք վերհիշեցինք, տեսակ քո երկու լավ ընկերներին, Մարզիչ Հարություն Քեյանին, սպորտիվ հասակավոր վարպետ եւ Հովհաննես Զանազանյանին, ով Արարատ 73-ի լեգենդար ավակներ։ Այս մարդկանց ինչ կարող ես մասին ինչ կարող ես ասել։ Համլա ջան, միջով ես նկատեցի ուզվել ես։ Ուզվեցի, որտեղ միջով այդ երկու լավ մարդկանց ես որ պետք է խոսամ ներկայացնեմ իմ տեսակետը իրանց մասին, իրանց սպորտային, ֆուտբոլային կամ հարուրյա կյանքի։ Ես մեծ ցավով մեծ կուզենամ խոնարհվեմ այն տղաներին, որոնք արդեն մերը չեն գնացել են Աստծու մոտ։ Դա Ալյոշա Աբրամյանն է, Սանասար Գևորգյանն է, Սուրեն Մարտիրոսյանն է, Ալեքսանդր Կավալենկոն է, Թիմի Ավակ Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը եւ վերջերս որ մահացավ Նիկոլայ Ղազարյանը։ Դե մեր մարզիչները Հովհաննես Աբրամյանը եւ Հարություն Քեյանը եւ էլ թիմի պետը Ռոբերտ Ծաղիկյանը։ Խոնարհվում եմ իրանց դեմ ու այսօր ձեռներովս պետք է բանելեմ ով որ ողջա իրանց կողքը լեմ ես իրանց ցավը տանեմ թող երկար կյանքը իրանց ընտանիքների կողքը լեն առողջել են որտեվ իրանք լավ բան են արել իրանց կյանքով ֆուտբոլային նվիրել են հաղթանակներ այդքան իսկ որ ինչ վերաբերվում է Հարություն Քեյանը մեր ամենա սիրված մարզիչներից մեկն է եղել որտեվ գիտեք ոնց է մարզիչը նախ չի աղում բայց իր ներկայությունը քո սպորտային կյանքի մեջ, կարուրիայի մեջ, ֆուտբոլային դաշտում կամ բան։ Ինքը հիմնականում, եթե քրիշեք Սիմոնյանի կողքը նստած ժամանակ, օնիկավը, եթե մի բան է պետք լեմ, Հարութ Լևոնիչ Քեյանը մոտիկանում էր այս դաշտի կողքին եւ ընդից դե մոտիկը Հովհաննես Զանազանյանն էր աշկիսապաշտպանը, ցուսմունք էլի Մերկու Բանդեսյանյան ու մի անգամ հետարքիր բան եղավ Հարութ Լևոնիչ Քեյանը Սիմոնյանի 75-ամյակին իրան հարց տվեցին, մի հատ պրես կոնֆերանս էր, որը ես Լևոն Իշտյան Ամերիկայից օրեկել ենք, մենք էլ ենք մասնակցում։ Հիմնականում Սիմոնյանի ինգերներն էին նստած են հին ֆուտբոլիստները։ Քեյան Հարութին ասին, այն հաղի ժամանակ որ Սպարտակն էր, որն է հավորում, դուք որ մոտիկացաք մեկ զոտ տարվում էինք հաղը։ Դուք որ մոտիկացանք մերոն խփին, դուք շուրը ինչ ասիք տղաներին, որ գոլը խփին։ Հարութ Լևոնիչը նենց հետո ասում է չհասցրի։ Չհասցրի, ասեի գոլը խփին, էլի։ Հա, ուզում էր ասել գոլ խփեք, չհասցրեց։ Կամ մարզիչ կա որ խիստ է, էդի պարտադիր է կյանքում։ Մի մարզիչ պետք է խիստ լինի, օրինակ ֆիզիկապես որ մենք պատրաստ ենք, ասենք երկու աղ իրար վրա կարողանք, էդի սախ Հովհաննես Աբրամյանն էր։ Բայց Հարութ Քեյանը պսիխոլոգիստի ֆակտորով մարդ էր։ Ինքը կարար մոտիկանար հետատնես ոգևորիչ բաներ ասեր էլի, որ դու այս հաղը պետք է տես, այս մարդը պետք է իրան ես հիմնականում պաշտպանական գիծում էի օգնում էլի։ Հենց մեկ զորը լինում ես արդեն առաջ համայնքը չէ, այդեմ տրամվարիմ գոլերի շատը որ 40-30 մետրից է, որտեղ ես շատ առաջ, որտեղ 1-0-ն արդեն երկու հաճոք է էլի, այն վաղ պահենք ես շատ է Կավալենկոյի Արմեն Սարգսյանի դեմն էի համայնքը հիմնականում սև գործեր էդի կոչում էլի, բայց ես շնորհակալ եմ ասուց, որ այդ գործերը կարեցա Անտերյանի։ Այ ինքը կարում էր այդ բաները նոր բաներն ասեր, ինքը անես մարդ էր, որ ամեն մարդու հետ ինքը լեզու էր գտնում, կարում էր խոսալ, բանաներ, անհրաժեշտություն ինքը մեծ ֆուտբոլիստ է եղել, չեմ ասում, որ ինքը համեստության կերպար էր կամ բան, բայց ինքը ամեն ինչ հասկանալով էր անում, ինքը կպագեր, մարոժնես ուտում, երկու հատ ինքը կարող է չտենալու դներ, չէր գայլի մոտդ ասեր, մի հատ պտի ուտես, երկորդը չուտես, էլ էդի մարդ է, էլի ամեն մարդը մի ձևի ապրում, իր օրգանիզմը գիտի, էլի ու իր այդ շատ լավ բաներ կա, որտեղ ինքը ասում եմ, հատես մարդկանց մասին ասում ինքը չերևացող է, ինքը կյանքում սրդիտ մեջ է, բայց ինքը չերևում, էլ իրան ցույց չի տալի տելևիզոր դեմը լի ինչ-որ բաներ խոսա, էսանի ասի ես չլեի կամ անչերլի բան, չուներ էլի ինքը շատ պրիատնի դուրեկան մարդ էր, ես այդքան բան ասում, հասկանալ, իսկ լեգենդար ավակի մասին
Լեգենդար ավակի մասին ես ոնց ասում եք, Յունեշե պատանի ֆուտբոլը որ սկսավ, դե Հովանը 2 տարեզից մեծ էր ֆուտբոլի ժամանակ մեր Արարատ թիմի մեջ բանակային դիսցիպլինա կար։ Մեծը պետք է խոսար, հետո դու։ Ավտոբուս նստելու սաղ մեծերը պետք է նստեին, հետո տարիքային դու, ասենք ես 71 թվին տարիքով ուճուր ես էի։ Մալաջոդից որի կապիտանն էի, բայց սաղ տղաները պետք է ասնեին մեծերը 7 թիվը կավալ Զանազան բան Իշտոյանը 1007 թվին, հետո 8 թիվը տենյասու Սերգեյ Պողոսյանն էինք մտնում վերջում էլի։ Էդի ճիշտ բան էր, որ հետո մյուսերուն էլ իմանա մեծի հարգելը։ Դաշտու մեծին որ հարգում ես, Հովանը այկագրած այդ տղաներից էր։ Ես ինքը իմ աշկի կողքով, ես չեմ ասում բանը։ Ես ինքը Լեռնագործ հաղաց, ես Արաքս Երևան, Կլազբե ենք հաղը, բայց Յունեշից գալիս էինք երկուսով, սենց ոնց որ պարալելի նկատում էինք, հետարքվում էր էլի ոնց հաղում, ընկերս, մենք արդեն ընկերացել ենք, գիտես, սենց տարիքայինով, բայց բան կար, չափանիշ կար, որ ընկերության բան կար էլի։ Հետո որ Ֆալյանը վեկալեց, առաջ 2 տարին ես Զանազանեն հետ մի սենյակ էինք ապրում։ Չէր հնարավոր չէր այդ տղու կողքը ինչ-որ սխալ բան աներ։ Իրա դիսցիպլինան, հավաքված ելելը, թիմի նվիրվածը, ֆուտբոլի նվիրվածը, տղաների հետ կարինա էլի օրգանիզացիոնի բաներ կա էլի, որ դա դուխա կոչում էր, ասես որ շալես ոգևորված էլի։ Ես դրա համար իմ մեջ իրան վագր էի ասում։ Այն վանդակի մեջ որ վագրը որ սես գրված ալեմ էլի, սես ֆոնա ինքը այդ ձև էր, իրա կողքը ամոթ էր, թույլ աղա էր, աններելի էր, որտեվ հայացքը դա որտեղ է դու կզգայիր ինչ էր, բայց դրա համար Հովանը որ գալիս էր սես գրու ցավը տանեն։ Էդի այն մարզիչների գնահատականը 5-բան տրանից բարձր, որտեվ էդի ազնական, ընկերական։ Ինքը այն մարդկանց է որ միացալ նահանգ եկան վետերաններով, ինքը մոտիկացավ ընձի Լևոնիշտյան գգասով մերսի ձեր ցավը տանը։ Մենք իրաց չեմ անում խի Սան Ֆրանցիսկո բերեց ինքն դատիրելի։ Ես ու Լևոնը մեր ավտոյով քշեցինք գնացինք ընդեղելի, հասանք որ իրաց դիմավոր էինք էլի, որտեվ կարոտը մնում է կարոտ էլի։ Իսկ Հովան հետ առանձնապես այդպես սպուճուր բան կա որ բացի այդ իր ֆուտբոլը այսպես որ երրան ցեցեսյան ինքը շատ մաքուր բաներում էր էլի անգերության չափանիչ էլի կարայի հաղից հետո այդ երկու հոգին է որս չոտքի կարան սաղ տղաների մասին լիքը բան եմ ասել կարայի քշեվեքսի զանգտայի հաղից հետո որ ջարդվա ասպանես ըլեմ էլի հոգնած դիշտա կարեմ ես ցավերը չես գմ բայց ամեն դեպքում քունը չի տանում խանգարված էլի ապրում ես ոնց է սաղացել ոնց է եղել էլի Զանգտայի քշեվեքսին ասել Հովան ջան քունս չի տանում ասում ընկեր ուներ մի հատ հոյակապ լավ Վարդան էլի ասա Վարդանի ուղարկեմ դուք գաս դեն վաղ մեքենա կար ասի գա եթե մենք սուրճ ենք խմում խոսում ենք ցվրվում ենք գալիս էր քնում էր նույնը Կավալենկոին կարա էր տեն զանգտայր չափանիշ դες տարիքով Կավալենկոն 5 տարի մեծ էր բայց հաղից դուս կարա էր մի քիչ ընկերական բաներ աներ ճիշտ է միշտ հարգանքացով Հիմա ես պատկերացնում ես տարիքից ես մեկին զանգտամ քշեվայքսին ասեմ քունս չի տանը կոֆե խմեմ պատկերացնում եմ ինչեր կասենք սա գնաց Ամերիկա բանեղա խփվել է բանեղը հասկանում եք էտելա չափանիչ այո մի անգամ իշխում аэропորտը եկի Հովանը Անցի վեկալավ ստե Ռուսաստան Հայաստան հաղը պատիլում ենք վետերաններով պետք է աղենք Ռուսաստանի վետերանների հետ հաղից առաջ հիմնական այդ Հայաստանի ավակական Ռուսաստանից մենք պետք է աղենք 447 Գործանի ստադիոնում, այդ ի ստադիոն էր, վայ աստված, այդ ի խալ էր դաշտում։ Ինքը տարավ իր անգերոջ հյուրանոց ընձ աերոպորտից։ Որտեղ է թայինք ամեն նոր տարի ինչ գնացել եմ միացանք նագեր, ես բոլոր տղաներին շատերին իարգե։ Ում որ զանգեմ տվե վեկալ, նոր տարի շնորհավորել ու գիտես ինչն է լսեմ հեռախոսի բանի մեջ։ Ախպերս Ամերիկայից է զանգ տալի։ Էդի գիտես ինչ է, ոնց որ սրդիս վրա բալզամ բլերել, ասի արա այս մարդը էս ինչ ձևի է։ Շատ բաներ կա, որ գիտեք ոնց է։ Արորիայի բանը ոնց որ։ Կադաստր ես չունեի, սովետական բան օրդեր ունեի։ Տունը որ սեբը 20 վայրկյան քաշեց։ Գնացինք մտավ այդ հարգանքը իր բանը Ախպերս Ամերիկայից է եկե վարկյանական տարան ժողովով բանը վնդեկակրած նիստերը թմպեճատին տվին։ Ուզեմ ասեմ,
բաներ կա, որ ասես չես կարում խոսքերով ասել։ Հասկանում եմ, Սերգեյ, հասկանում եմ ուզմունքը։ Ես իհարկե ասում եմ, նորից եմ կրկնում, մենք ամեն առիթով անդրադառնալու ենք Արարատ 73-ին այդ լեգենդար թիմին, եւ դու որպես այդ լեգենդար թիմի 7 համարը միշտ կարծում եմ ներկա կլնես մեր հաղորդումներին, բայց ամենակարևորը ես ուզում եմ, որ հատկապես մեր ունկնդիրները երբեք չմոռանան Արարատ 73-ի սխրանքը։ Դա իսկապես սխրանք էր, դա այն լեգենդար թիմներ, որի տարածախտանակը շատերը անգամ իսպես հավասարացնում են Ավարայրի հետ, ասում են Արարատը հաղթեց մի առաջնությունում, մի երկրի առաջնությունում, որտեղ դա անհնար էր, խորհրդային միության առաջնությունում, ուկրաինական 6-7 թիմերի, Ռուսաստանի Դաշնության նույնքան թիմերի եւ մյուս ուժեղագույն թիմերի մրցակցությունում։ Սա իսկապես հրաշք է։ Սերգեյ, շնորհակալ եմ, որ եկար։ Ես շնորհակալ եմ քեզից, որտես լավ խոսքեր ասեցիր, ուղղված Արարատ 73, լեգենդը օդից չի գալի, լեգենդը վաստակում են։ Ու այդ տղաներին, որ ասի, ես հիմա վերջնականը ուզում եմ լավով վերջացնեմ, Համլետ ջենեսկու ցավը տանեմ։ Դու միշտ մեր կողքն ես եղել։ Երկար կյանքը լի Մարգարո Վեձիկին, Մեսոպյան Նորիկին, Սիրոժա Պողոսյանին, Արկադի Արությունյանին, Նազար Պետրոսյանին, Լևոն Իշտիոնին, Արմեն Սարգսյանին, Սերգեյ Բանդարենկոյին։ Սերգեյ Բանդարենկո կողքդ նստած Աստված վերևը կա, որ ես կողքդ եմ եղել։ Մեկ էլ Արամ Յուսուֆյանին, մեր թիմի բժիշկը, որ հիմա ողջ է, ինքը Ամերիկայում ապրում։ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ձեզ։ Ես գիտեք ոնց է։ Խոնարհվում եմ մեր հայ ժողովրդի դեմ, որտեղ ես փողոցում ման գալուց ես չեմ զգացել, որ մի անգամ որ ես օտար ազգ եմ կամ իշորոտը, ես հայ ազգի մի մասնիկ եմ, որտեղ որ մոտիկանում են ջեր Սերգեյ ջան, բարի գալուց քեզի ցավը տանեմ։ Էդի իմ կյանքը երկերացնում է, քո նման լավ մարդկանց որ շփվում եմ, իմ կյանքը երկարանում ասում է, քո գաղտնիքը ո՞րն է, որ ասես մը, լավ մարդկանց հետ շփեք ու երկար կապրեք ու երջանիկ կապրեք։ Այո, սիրելի բարեկամներ, համոզվեցիք, որ Սերգեյ Բանդարենկոն իսկապես չի ծերանում, նա միշտ երիտասարդ է եւ առաջիկայում անպայման նոր հանդիպումներ կլինեն։ Իսկ այսօր այսքանով թույլ տվեք ավարտել մեր հաղորդումը եւ մաղթել բոլորիս հաջողություն, երկար տարիների կյանք եւ նորանոր հաղթանակներ։ Դա մնացեք։ Ցտեսություն։